Նավթատարները կրակի, հրթիռների եւ ականների սպառնալիքների մեջ։ Այս պատերազմը Պարսից ծոցն արդեն մեկ անգամ տեսել է 1980-ականներին։ Արիլ Ծիվերցենը դրա մասնակիցներից էր։ Հիմա մենք կրկին հետ տրավմատիկ սթրեսային խանգարումներ ենք ունենում։ Նավաստիները, որոնք 1980-ականներին այնտեղ են եղել, ամեն ինչ կրկին վերհիշում են։ Սիվերցենի նավը Իրան-իրաքյան պատերազմի թեժ պահերին Հորմուզի նեղուցով անցել է առանց լուսավորության, մինչ երկու կողմերը թիրախավորում էին նավթային օբյեկտներն ու նավագնացությունը։ Նավը ավերագրել է այդ ընթացքը եւ հիշում է այն անօգնականությունը, որը զգացել է մեկ այլ նավի վրա հարձակումը տեսնելիս։ Մենք տեսանք հրթիռները եւ լսեցինք դրանց ձայնը ռադիոալիքներով, կապիտանը հուսահատ էր։ Միացյալ Նահանգները Իրանի հետ վերջին Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների ձախողումից հետո հայտարարեց, թե կփակեն դեպի Թեհրանի նավահանգիստներ գնացող եւ այնտեղից ուղևորվող բոլոր նավերի ճանապարհը։ Այսպիսով Իրանը չի կարողանում նավթ վաճառել։ Չնայած երկշաբաթյա հրադադարին Թեհրանը միայն որոշ բարեկամական երկրների նավերի է թույլատրել անցնել նեղուցով, մյուսների համար ծովային երթևեկությունը գրեթե դադարեցվել է։ Քանի որ համաշխարհային նավթի եւ գազի մոտ 20%-ն այս նեղ ճանապարհով է անցնում, էներգակիրներն աշխարհում կտրուկ թանկացել են։ Ի պատասխան Միացյալ Նահանգները հայտարարել է, թե թույլ կտա միայն ոչ իրանական նավերի երթևեկը նեղուցով եւ կսկսի ականազերծել տարածքը։ Գործընթաց, որը խիստ մտահոգիչ է բեռնափոխադրմամբ զբաղվողների համար։ Ահա թե ինչից են բոլորը վախենում։ Ականը կարող է հեռավար պայթեցվել։ Երբեք չես իմանա, թե այդ ռումբերը երբ գործի կդրվեն։ Պատերազմի սկզբից Իրանն առնվազն 22 նավ է թիրախավորել։ Մայք Բլաստը նմանություններ է տեսնում 1980-ականների նավային պատերազմի հետ, որի ընթացքում սպանվեց ավելի քան 100 նավաստի, հարյուրավոր նավեր հարձակման ենթարկվեցին։ Ըստ փորձագետների այս պահին մոտ 800 նավ է մնում Պարսից ծոցում եւ խաղաղության հասնելու դեպքում անգամ ծովային երթևեկության վերականգնումը կարող է շաբաթներ տևել։